Ընտրությունների հետ կապված արտացոլված է համ իմ հագուստի վրա, համ բանում, պաստառի վրա մեր ձայները գողացվել են։ Գողացվել է իշխանության կողմից։ Իշխանությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չամփոփած իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, որ մենք հաղթել ենք ընտրություններին եւ անցնում ենք կառավարության։ Ես համացանցում պտտվեցի նաեւ 17 թվական, չեմ հիշի լավ թվականը, բայց այդտեղ նույն ձև էլի Նիկոլ Փաշինյանը հարցազրույցեր տալի, ասում էր, դե մենք ունենք քաղվածները եւ քաղվածներով հաշվում ենք մեր ձայները։ Նույն պարբերությամբ Նիկոլ Փաշինյանի մոտ բան չի փոխվել, նույն պարբերությամբ ասում են մենք մեր քաղվածներով հաշվել ենք։ Մենք էլ մեր քաղվածներով հաշվել ենք 6 ընտրատեղամասից 60 ձայն գողացվել էր։ Կոնկրետ ձեր կուսակցությունը։ Դե համայնքական ճակատ եւ դոկ կուսակցությունը համատեղ մասնակցեցին ընտրությունների։ Դոկ կուսակցության ձայներից 6 տեղամասում 60 ձայն գողացել էին։ Հələ որ հաշվենք 2000 տեղամաս, բնականաբար ավելի էր շատանալու, բայց չգիտեմ ոսկեի հաշվարկներով 884 ձայն մեզանից պակասավ վերջի հաշվարկներում։ Այդ ոնց ալնում։ Աճպարարություն անելով եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիշում եք 18 թվականին ասում էր կախարդական փայտիկ ունեմ, այդ կախարդական փայտիկով ինքը կարեցավ այս ընտրությունները ասենց տանել, բերել, դզել իր թվերը եւ վայելել իշխանությունը։ Հաշվի առնելով նաեւ, որ դեռ չանցած իրական պաշտոնին դեռ կան արդյունքների հաշվարկեր անում, ընտրակաշարք, որ խոսում է ընտրակաշարքից 10,000 դրամ ինքը թոշակառուների թոշակը ավելացրեց։ Դրանից հետո հələ կան չհայտնած արդյունքները բռնեց ակցիզային հարկը թանկացրեց եւ ժողովրդին բացադրում ասում է թանկացրել ենք վառելիքը այն Ադրբեջանից որ բերել էին, հիշում եք 420 դրամ ամբողջ ԿՊ-ն ասում էր 1 ամիս վաճառեցին, 1 ամիս հետո դարձավ նույն 500-520 դրամը, հիմի 600 դրամ մոտավորապես իմ պատկերացումով պետք է լինի։ Ասում է վառելիքն ենք թանկացրել, խմիչք եւ սիգարետը։ Դե ժողովրդի 50% ասում է ոչ ծխում եմ, ոչ խմում եմ, ոչ էլ մեքենա ունեմ, բայց այս մարդիկ հաշվի չեն առնում, որ այդ հացը հացի գործարանից, փռից, ոտքով չի գնում խանութ, գնում այդ նույն վառելիքով։ Բնականաբար հացն էլ է թանկանալու, մակարոնն էլ, ձետն էլ են, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները թանկանալու է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ինչ եք գտնում ձայների գողությունը ըստ էության հաշվարկի ժամանակ է եղել, թե ընտրությունների ընթացքում էլ բազմաթիվ դեպքեր կա հայտնի կարուսելի։ Ինչ եք կարծում, այդ մարդիկ, եթե մարդկանց պարտադրաբար բերել են, իրանք չեն շահագրգռում նյութապես։ Ես նախորդ ասացի, մենք թոշակներով կաշառենք, պետական ռեսուրսը օգտագործենք ընտրություններին։ Ես քարոզարշավի ժամանակ բազմիցս, քանի որ մենք այտենց չգիտեմ, մամուլի բան չունենք, ազատություն չունենք, որովհետև 50%-ից ավել մամուլը իշխանական պատվերով աշխատում էլի, բազմիցս ասել եմ, ես էլ էի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ, ինչու իմ քարոզարշավի ժամանակ ոստիկանության գվարդիան այդպես ջանասիրաբար չէր գալի, ճանապարհները փակում, չգիտեմ, ժողովրդին հավաքում, իրանց աշխատակիցներին բերում, որ ես գայի խոսայի, բայց Նիկոլ Փաշինյանը ուր գնում էր պետական մեքենաներով, ծառայողական, ամբողջ ոստիկանության գվարդիան գործողում էր այդ մարզ կամ այդ համայնք, փակում էին համայնքը, բերում էին իրանց ուզած մարդկանց կանգնացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը գար ու գոռար։ Դա ընտրակաշարք չի, դա իմ հաշվին քարոզարշավ անել չի։ Ասում եմ, իմ հանգարց են մեկը կարող ասի, գիտեք ինչ, ես այտենց էի ուզում, բայց դա ժողովրդի հաշվին քարոզարշավ է, ժողովրդին կաշառել է, ժողովրդին խաբել է։ Ձայնագողությունը դա ոչ թե մենակ հաշվարկի ժամանակ է լինում, այլ ցանկացած պարագայում լինում է։ Մարդու կամքին բռնանալը դա ձայնի գողություն է։ Հիմա ինչ է ձեր ակցիայով ժողովրդը մոտիկանանք մի հատ ես ավելի մանրակրկիտ տեղ ասեմ, օրինակ Նիկոլ Փաշինյանը բաժանում է քարտեզներ, ոչ լիարժեք։ Սա մեր քարտեզն է, որտեղ կա Հայաստանը ամբողջությամբ Արցախի հետ, նաև ունենք մեծ հայքը։
Սա ինչի համար ենք մենք անում այս ակցիան, որ Նիկոլ Փաշինյանը ասում է խոսեք իրական Հայաստանից, մենք խոսում ենք մեր իրական Հայաստանից, բայց ներկապային ինչ եք թողել այդ Հայաստանից, դրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք նաև այս հատվածից Նիկոլ Փաշինյան, որ դու դարձար վարչապետ, ունենք այս եւ դարերի ընթացքում քո նման մարդիկ եղել են նախագահներ, վարչապետներ, թագավորներ, մասնատելով, չգիտեմ, այտենց բերե հասցրել են մեզ այսօրին։ Երկրորդ պաստառը, քո ձայնը գողացել են դուրսարի պայքարի, նաև մենք անում ենք ստորագրահավաք եւ որոշել ենք իրա ձայներից շատ, ովքեր որ քվեն տվե իրան, իրա ձայներից շատ հավաքենք ստորագրահավաք, որ մենք կարենանք համեմատենք, որ ասենք պարոն Փաշինյան, ճակերտավոր, որ դու գոռում ես վարչապետ է, այսքան մարդ էլ դեմ է, այն որ ասում է ժողովուրդը որ հելնի, ես դուրս կգա։ Մի տեղ եմ անում Հայաստանի Հանրապետության տարածքում ազատության հրապարակում եմ մենակ անում ստորագրահավաք, եթե չխաբեմ, ամսի 11-ի կեսօրից հետո ես այստեղ եմ, մոտավորապես 2000-ից ավել մարդ եկել է ստորագրել տարբեր տեղերից։ Պատկերացնում եք այս իրավիճակը։ Երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բարձրաձայն ժողովրդին հորդորում էր դուրս գալ փողոց։ Մտավախություն չունեք, որ հիմա ձեր ակցիան կդիտարկեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ապահովում։ Անկեղծ մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարելը ես դրա համար շեշտեցի, ամսի 11-ից ես այստեղ եմ ու անում եմ։ Իմիջայլուց ասեմ, մինչ այս ոստիկանները շատ խախանդ առավոտ գալիս էին, ողջունում էին, հետաքրքրվում էին, իսկ երեկվանից սկսել են արդեն ինձ դեմքով նկարել ու համապատասխան տեղ ուղարկել։ Ես չգիտեմ դա ինչի հետ է կապված, բայց փառք Աստծո, մենք կամքով ուժեղ ենք, հոգով ամուր։ Մենք մեր ակցիան շարունակելու ենք եւ ես մինչեւ ակցիայի դուրս գալը ես հայտարարություն եմ արել, որ մենք ամեն բռնաճնշումի պատրաստ ենք, որովհետեւ մարդուն վախացնելով, մարդուն, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կան, չէ, նկարիչ դադախազներ, չգիտեմ, գործ կարող քննիչներ եւ այլն։ Օրինակ մենք մենակ կուսակցություն չի, նաեւ մենք ունենք շարժում, համահայկական ճակատշարժումը, նախկին պաշտպանության նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ղեկավարությամբ համանուն կուսակցությունը նաեւ Հայաստանի Հանրապետությունը բացվե։ Տեսեք, խի ասեցի նկարիչ եւ կարող սենց քննիչ դադախազ եւ այլն, որովհետեւ Արշակ Կարապետյանի վրա քրեական գործեր են կարել, որում որ ինքը բացարձակապես չկա էլի։